Եվ այսպես ուշադրություն հրատապ և շատ կարևոր տեղեկատվություն։ Ադրբեջանի նախագահը իր ընտանիքի հետ միասին վախեցել է մեկնել Լոս Անջելես, պատճառը այնտեղի հայությունն է։ Ինչ է կատարվել։ Այսպիսի տեղեկատվություններով ելույթներ են ունենում ադրբեջանցիներ, որոնք ապրում են եվրոպական տարբեր պետություններում, նաև Միացյալ Նահանգներում, որոնք խոսում են Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության մասին, ներկայացրել են հետևյալը, որ Ալիևը վախեցել է հայերից և չի մեկնել Լոս Անջելես այնտեղ մասնակցելու ադրբեջանցի հայտնի գործարար և Ալիևի մտերիմ ընկերոջ տղայի հարսանեկան արարողությանը, որը պետք է տեղի ունենար Լոս Անջելեսում, քանի որ նրանք այնտեղ են բնակվում և այնտեղ բավականին մեծ կարողության տեր մարդիկ են։ Ալիևը հրաժարվել է մեկնել այնտեղ, քանի որ մտածել է, որ իր անվտանգությունը բավարար կերպով ապահովված չի կարող լինել, ինքը մտածում է, որ Ադրբեջանից դուրս իր համար ցանկացած տեղ վտանգավոր է, որովհետև այսօրվա դրությամբ գրեթե աշխարհի բոլոր պետություններում ապրում են հայեր և Ադրբեջանի նախագահը պետք է վախենա բոլոր հայերից, քանի որ այդ բոլոր հայերի դժբախտության պատճառը հենց Ալիևի նմաններն են։ Կարող է որոշ դեպքերում ադրբեջանցիների հետ խնդիրներ չունենանք, օրինակ 100 տարի հետո, բայց Ալիևին բոլորը հիշելու են նույնիսկ 100 տարի հետո որպես հայ ազգի դեմ գործած արնախում չարիք, որը նաև ամոթալի է լինելու ադրբեջանցիների համար։ Այսօր ոնց են գերմանացիները ամոթ են ապրում, որ Հիտլերը եղել է գերմանացի։ Նույնը, եթե իհարկե ադրբեջանցին երբևիցե դառնա գերմանացու նման և ընդունի սեփական սխալները, նույն թուրքը ընդունեն, որ ցեղասպանություն են արել, բայց մենք չենք կարծում, որ ադրբեջանցին երբևիցե կդառնա քաղաքակիրթ ազգ։ Այսօր հայ ժողովուրդը ավելի առաջընթաց քաղաքակիրթ ազգ է, քան ադրբեջանցին և ցանկացած կովկասյան պետության քաղաքացի։ Սա միանշանակ է և դա իրականում հետևյալից է գալիս, որ ամբողջ աշխարհում տարածված են հայություն և դրսի քաղաքակրթությունը ուզած թե չուզած ներթափանցում է Հայաստանի Հանրապետություն։ Իսկ արդյոք կարող էր Ադրբեջանի նախագահին վտանգ սպառնալ հենց Լոս Անջելեսում։ Ինքը չի վախեցել խաղաղ հայ բնակիչներից, որ կհելնեն միտինգ կանեն իր դեմ։ Ինքը վախեցել է նրանից, որ այնտեղ կան բավականին հայտնի հայեր, որոնց անունները թնդում է Լոս Անջելեսով և դրա սահմաններից դուրս։ Խոսքը հանցավոր աշխարհի ներկայացուցիչների մասին է, որոնց ձեռքերը կարող են նույնիսկ հասնել Ադրբեջանի նախագահ Ալիևին ցանկացած վայրում, ցանկացած տեղ, իր հյուրանոցում նույնիսկ Ալիևի անվտանգությունը ոչ մեկ 100%-ով չէր կարող երաշխավորել և հետևաբար ինքը չի գնացել և չի մասնակցել։ Սա ինչ է նշանակում, որ այս երևույթը այդքան էլ հպարտ չի Լեռնային Ղարաբաղի հաղթանակով, այդքան էլ դուխով չի, այդքան էլ այսպես ասած հաղթանակած չի, քանի որ ինքը վախկոտ է, Բաքվից դուրս ինքը ոչնչություն է և դա ապացուցված է։ Իհարկե մի օր այս ավանակը իր պատիժը ստանալու է և այդ ժամանակը շատ շուտով մոտենալու է։ Աշխարհի հայությունը իր ասելիքը ասելու է ադրբեջանցի և թուրք ժողովրդին։ Թող մենք լինենք 10-15 միլիոն, իրանք լինեն 100 միլիոն, այս մեկը մենք ավելի որակով ենք, քան իրանք իրանց 100 միլիոնով։ Եվ բնականաբար կարևորը որակն է, այլ ոչ թե քանակը։ Եվ այսպես ուշադրություն Բաքվի ջրհեղեղին հաջորդում է Բաքվում բազմաբնակարան շենքի վերին հարկերի պայթեցումը։ Իհարկե դեռևս պարզված չէ, թե ինչի արդյունքում է պայթել այդ շենքը, բայց եղել են զոհեր, վիրավորներ և ադրբեջանական մամուլը ցնցված է, տարածվում են լուսանկարներ և տեսանյութեր։ Հիշեցնենք, որ վերջերս ադրբեջանական լրատվականներում պարբերաբար տարածվում էր տեղեկատվություններ, որ ջրհեղեղը շատ լուրջ վնաս է հասցրել Բաքվում և մարդիկ նույնիսկ հայտնվել են փողոցներում։ Իհարկե զոհերի մասին նաև հայտարարվեց ադրբեջանական իշխանությունները որևէ փոխհատուցում, օգնություն Ադրբեջանի տուժած ժողովրդին չեն ցուցաբերել։ Հիմա հայությունը կասի չեն ցուցաբերել, լավ ա եղել, թող սատկեն եւ այլն, մենք գիտենք նման հայտարարություններ լինելու են,
Իհարկե, այստեղ խաղաղ բնակիչների մասն է խոսքը, ոչ թե պատերազմող զինվորների, բայց այնուամենայնիվ մենք ունենք մի հատ հստակ փաստ, որ ադրբեջանական իշխանությունը այսօր, միգուցե սա հայերի համար շատ հաճելի է լսել, Ալիևը իր ձեռքով քանդում է իր երկիրը։ Ամբողջ նավթից ստացված փողերը կեսը յուրացնում է, կեսը դնում է բանակի մեջ, որպեսզի ինչ անի չգիտես, որովհետև Հայաստանի վրա հարձակվել դա անհնարին է։ Հայաստանի սուվերեն տարածքների վրա Ադրբեջանը երբեք չի կարող հարձակվել եւ սրա մասին գիտեն բոլորը։ Երբեք որևէ ուղղությամբ չի կարող Ադրբեջանը հարձակվել Հայաստանի վրա եւ դա մնա առանց հետևանքների։ Իհարկե, հետևանքները լինելու է այն, որ հայ ժողովուրդը այս դեպքում կռվելու է միջև վերջ։ Խփելու ենք ամենացավոտ, ամենադժվար խոցելի տեղերին, որպեսզի վերացնենք սրանց այն մտածելակերպով ժողովրդին, որ իրանք մտածում են, թե հայ ազգին կարելի է վերացնել եւ իրանք միանան Թուրքիային Հայաստանի տարածքով։ Իրանք իրաց գլուխը պատին են տվել։ Մենք ունենք զենքեր եւ այդ զենքերը հենց այնպես Հայաստան չեն բերվել, այդ զենքերը բերվել են հստակ նպատակով, որ Հայաստանի Հանրապետությունը նման իրավիճակներում կարողանա համարժեք հարված հասցնել թշնամիներին եւ թշնամիները հենց դրա համար է, որ լռում են, չեն հարձակվում։ Նույնիսկ Ադրբեջանի ղեկավարությունը վերջին շրջանում, երբ որ մենք սկսեցինք ֆրանսիական զենքեր բերել, չի էլ փորձում հարձակվել Հայաստանի վրա, մի քանի կրակոցներ ուղղակի այդպես, գիտեք ինչ կա, վախի մթնոլորտը պահպանելու նպատակով են այդ կրակոցները արձակվում, որ հայ ժողովուրդը շարունակաբար այդ պարտված կարգավիճակում մնա, պարտված ոգի, այսպես ասած, լինի հայկական ոգին, բայց մենք տեսնում ենք, որ այսօր ինչ է կատարվում, հայկական բանակը իրոք ի վիճակի է ցանկացած հանգամանքներում թշնամու հարցերը լուծել։ Դա մենք հստակ գիտենք։ Եվ այսպիսի մի բան կա, որ այո, Արցախի ժողովուրդը գոնե գիտեր, որ ինքը գալու է Հայաստան։ Եթե իրանց հանում էին իրանց բնակելի տարածքներից, Ստեփանակերտից եւ այլն, ինքը գիտեր, որ Հայաստան կգնա անվտանգ կապրի։ Հայ ժողովրդին ոչ մեկ չի ընդունելու ոչ Ռուսաստանը, ոչ Եվրոպան, ոչ Վրաստանը, ոչ Պարսկաստանը Հայաստանի հնարավոր, այսպես ասած, պատերազմի դեպքում, երբ որ դու պարտվես։ Դրա համար նախ դու իրավունք չունես պարտվելու։ Ուզում ես վերջին զենքդ լինի գետնից վերցրած քարը, որ պետքա տաս ադրբեջանցու գլխին, դու պետքա կռվես այդ քարով։ Ամենավերջին հնարավորությունը պետքա օգտագործես թշնամուն վերացնելու համար, եթե թշնամիդ իր մտքում պահում է քեզ վերացնելը։ Ադրբեջանցիներին հենց Ալիևը կվերացնի, ջրեղեղա լինում, մարդիկ են մեռնում, Ալիևի վեճը չէ։ Շենքեր են պայթում, Ալիևի վեճը չէ։ Մարդիկ Լեռնային Ղարաբաղում ականների վրա ամեն օր մարդ է մեռնում եւ Ալիևի վեճը չի։ Այսինքն ի՞նչ է ստացվում, որ մենք եկեք մեր ձեռքը ծալած նստենք, սրանք իրանց կվերացնեն։ Իսկ եթե